Ողջույն ընկերներ ջան, տեսեք ինչ ծիծաղելի վիճակում եմ գտնվում։ Մազերից վիճակը տեսքս, քանի որ ես հիմա ներկում եմ իմ մազերը։ Մանրամասն կբացատրեմ, որոշ գաղտնիքներ կա, ես ձեզ կասեմ։ Տեսեք, ես իմ մազերի գույնը բնական շատ եմ սիրում, ինքը շատ գեղեցիկ, սերի ռուսի տոն ունի։ Շատ եմ ափսոսում, ես չեմ ուզում ներկեմ, չեմ սիրում, բայց այնտեղ որոշակի սպիտակ մազեր են հայտնվել, շատ էլ չեն, որոշակի, բայց կարող եմ ցույց տալ։ Եվ ես հիմա պետք է ներկեմ, սկզբում պետք է գունաթափեմ, այնուհետև նոր երկրորդ տոնը, շատ գեղեցիկ տոն, այսինքն կոլորիստները, գունաբանները ինչպես են աշխատում, այդպես պետք է աշխատեն, որը մանրամասն ցույց կտամ, գաղտնիքներ կտամ, այսպես անցնենք իմ մազերի ներկելուն։ Այսպես խոսենք մի փոքր գաղտնիքներ կան այստեղ։ Հիմա նայեք, ինձ մոտ կա 6%, այս պահին ես տանը ինչ ունեմ։ Այստեղ ունեմ 12%, բոլորի վախենալու թիվն է սա, վարսահարդարներից 90%-ը չեն աշխատում 12-ով մոտ, որ ասում ես վախենում է եւ այլն, 12%-ից պետք չէ վախենալ, նա շատ ուժեղ է։ Սա ամեն մարդու համար չէ, ամեն մի գլխի համար չէ, բնականաբար եւ սա ճիշտ աշխատելու համար է, եթե դու իրոք սխալ մազերին եւ սխալ ձևով 12%-ով աշխատես, անպայման կայրես, բնականաբար կփչացնես, 12%-ով քիչ են աշխատում։ Այստեղ 6%-ը ես կբացատրեմ, այնտեղ կա 9, ավելի ցածր 3, 1.5, ես սրա մասին դաս ունեմ, դուք իմ YouTube-յան էջում նայեք, որ հիմա երկար չխոսեմ։ Գունաբացման համար սա միջին գունաբացող 6%-ը նորմալ է, բավական է։ Տեսեք, իմ մազերը սերի շիկահեր բնականից ես ունեմ, բայց իմ մոտ կուտիկուլան շատ առողջ է եւ շատ պինդ է, հա, ինպես։ Ասում են մազերը մարդու բնավորության գիծն է, ճիշտ են ասում։ Իմ նման կապրեզն է իմ մազերը, այսինքն այնպես չի, որ շիկահեր է, շատ արագ կբացի, ոչ։ Իմ մազերը շատ դժվար է բացվում եւ շատ արանժվի, sense մի ամուր դեղնագույն է պահում, որը սիրուն չի տեմ։ 12%-ը այն մարդկանց համար է վախենալու, այո, 12%-ով բարակ մազերի դեպքում անմիջապես կայրի եւ աշխատելու ձևը կապ ունի, ինչպես պետք է աշխատել։ 6%-ը կան գունաբացման համար ենք խոսում, կան մազեր, որը 9, 12 խառնուրդով եւ այլն պետք է ստանան, որ կարողանանք մի կերպ բացել, էլի եմ ասում ճիշտ աշխատելով, բայց կան մազեր, մազի տեսակ կուտիկուլան թույլ, դա կբացատրեմ ինչա, այդտեղ խիտ հյուսված կա, թույլ է, այնքան էլ խիտ չէ, 6%-ը բավական է, որ ստանանք շատ բաց գունաբացում, ոնց որ թե կստանանք, ասենք թե 12-ով, եւ այնտեղ ժամանակը ինչքան նստեն, ինչքան թողնենք ազդեցությունը։ Ուրեմն կան Ռուսաստանում ռուսի մազերը, հենց ռուս ազգի աղջիկների կանանց բարակ թույլ, այնքան վախենալու, այնքան ճիշտ պետք է աշխատես, որ չվառվի, չվնասվի, այնտեղ ռուսները հաստատ քեզ կխփեն, իրանք այդ ձևի ազգ են։ Եվ այսպես Ուրեմն այդ բարակ թույլ մազերին անգամ կարելի է 3%-ով գունաբացում անել, մի փոքր երկար ենք թողում եւ շատ լավ մեր ուզած չափի գունաբացումը ստացվում է, պարզապես մի փոքր երկարի դեպքում աստիճանաբար դանդաղ ընթանում process-ը, բայց հանգիստ հասնում է գունաբացման աստիճանի։ Այսպես շատ երկար որ բացատրեմ, շատ բան կբացատրեմ։ Հիմա ինչ ունենք այստեղ։ Այստեղ սուպրաս շատ քիչ է մնացել, շատ լավ որակի, սա էլ վատ որակ չէ, բայց մի քանի ամիսների է, ես մի ճանանք ստանում եմ, ուժը կորցրած չլինի, բայց չեմ կարծում։ Ուրեմն տեսեք, իմ մազերի դեպքում ես կարող եմ անմիջապես 12-ով, դուք տեսաք իմ մազերը գունաբացված է, բավականին, այստեղ ցույց տամ, տեսեք, բայց մենք չենք քսում այս մասին, այստեղ չի կարելի 12% քսել։ Այսինքն այդ 12%-ը, որ հիմա ինձ համար պատրաստելու եմ, դա միայն արմատներին, այդ աճած մասը, այդ կապրեզնի մասը, որ իմ մոտ շատ կապրեզնի դժվարությամբ է բացում, պետք է թողնեմ, քսեմ եւ ելեմ տանը գործ անեմ, ես ժամանակի պահով էլ ասեմ չեմ նայում, մենք նայում ենք բացման աստիճանին, ինչքան կարողացավ գունաբացել, բայց ապահովության դեպքում հիմա եթե ես 9 ունենայի, ես պահին 9 չունեմ, ես կարող եի 9-ով էլ արմատը ներկեի ինձ մոտ եւ թողնել ավելի երկար, ուղղակի sense նյութը քսենք մազերից ու գնամ գործերով, հա, ու անդադ պետքա նայեմ հետևեմ, իհարկե որ չվառի, նորից եմ ասում արմատների մասին է խոսքը, այս ներկված գունաբացված այս զանգվածին չի կարելի, որտեղ այստեղ երևի 20-30 անգամ նյութ է կպել, այստեղ անմիջապես մենք կփչացնենք։ Քանի որ 9%-ը չկա, տարբերություն չկա։ Ես 6-ից եւ 12-ից կստանամ 9։
Բայց քանի որ էլի եմ ասում իմ մազերը կապրեզ են դժվար են բացվում, շատ ես նույնիսկ 12-ով էլ կհամարձակվեի, եթե 9 ունենա 9 ու 12 կխառնեի։ Այսպես, ես հիմա այս երկուսի խառնումով կստանամ ինձ վերաբերվող դոզան։ Գիտենք, ես ասել եմ, նորից ասում եմ, 1-ին 1, այսինքն 1 բաժին օքսին, որը ինչպես կխառնենք, ինչ կանենք, եւ 1 բաժին սուպրա։ Այսինքն այնտեղ կա փոքրիկ կշերտեն, որտեղ 100 գրամ օքսի, 100 գրամ սուպրա եւ այլն, որ ճիշտ աշխատեք, բայց իմ դեպքում ես հիմա այնպես կանեմ, ինքս աչքաչափը արդեն որի մեջ ես դու հասկանում ես, նաեւ դասավանդում ես, գիտելիք ես տալիս, այնքան ուժեղ աչքաչափը, որ ես հիմա գիտեմ, թե ինչքան պետքա լցնեմ, ինչ համադրությամբ, եւ արդեն քսման process-ը ձեզ ցույց կտամ արմատի հետ մազերի վրա ինչպես են քսում եւ ինչպես են աշխատում։ Ես հիմա խառնումը կտամ 50%, այսինքն կես չափով 6%, կես չափով 12%, բայց երևի կես չափով չէ, երևի մի քիչ շատը ես կանեմ, այսինքն մոտ 70% 12%-ը կլցնեմ, հասկացա՞ք, չէ, 72-ը սրան չէ վերաբերում, 12%-ից մոտ 70% կլցնեմ, 30% կլցնեմ 6%-ից, թող մի քիչ 12-ը ուժեղ լինի, որ արմատները լավ բացի, որ ինձ դուր գա։ Չափերի պահը ես կբերեմ առանձին մի հատ, մենք էլի շատ դասեր կանենք, կունենանք դաս, որտեղ ես չափի բաժակով, ինչպես չափը որոշեցինք նորմալ եւ այլն, ես հիմա իմ աչքա չափով, ես պարզապես process-ն եմ բացատրում ձեզ, կաշխատենք։ Արդեն մոտ մի քիչ ավելի շատ, իրանից շատ, 70%-ի առումով, շատ լինի ինձ չի խանգարի, ինպես կապրեզնի կուտիկուլաներով մազեր, այսինքն ես շատ կապրեզնի եմ, բայց լավ իմաստով, որևէ մեկին վնաս չեմ տալիս, իմ ասածս անում եմ, իհարկե եթե դա լավ բան է, ասենք ես տենց եւ անպայման հասնում իմ նպատակին, եթե ինձ դա պետք է, շատ կապրեզնի մարդ եմ, տենց ասեմ։ Եվ այսպես ավելացնում ենք բավականին շատ եղավ, որովհետև պետք է այդպես, ինձ թվում է թե իմ մազերը քիչ են, արմատի մասում թեկուզ, բայց ոչ բավականին ինքը ներքաշող հատկություն ունի, այսինքն նյութը անմիջապես քաշում է մազերին։ Այստեղ ես կավելացնեմ չափը, նորից եմ ասում, հետո դες կասեմ, չափերի ու նյութերի հետ կապված ավելի մանրամասն, ավելացրեցի մի փոքր կապույտ սուպրա եւ սպիտակ սուպրայից։ Հիմա փորձենք տեսնենք, ես խտությունից կզգամ, էլա պետք ավելացնել, թե ինչպես։ Եթե շատ ենք ավելացնում, ուղղակի արագ պնդանում է, արագ փրփրում բարձրանում է, իհարկե փրփրել բարձրանալ նաև տաքության հետ կապ ունի, տաքանալու հետ կապ ունի, եւ այդ պինդ վիճակով արդեն քսելը դժվար է եւ ճիշտ չի։ Պետք է մի փոքր թույլ մենք թողնենք, նորմալ է։ Եվ այսպես ունեցանք, ստացանք, միևնույն արմատներն եմ ներկելու, հիմա կբացատրեմ։ Իսկ հիմա անցնենք պատրաստի մեր գունաբացման նյութի մազերի վրա քսելուն, ինչ ուռոտ կերպար է վիճակը մեր մոտ, ոչինչ։ Հիմա տեսեք, այստեղ շատ կարևոր բան կա բացատրելու։ Դուք ճկույտով չաշխատեք, էլի։ Սա ուղղակի ես բացատրում եմ։ Բացման համար, սանրի պոչով, բարակ պոչերով բացման համար եւ մեր խոզանակը ունի հենց բացման համար պոչիկ, սա նյութն է արդեն պատրաստի։ Եվ ինչպես ենք բացում ճիշտ եւ քսում ենք։ Տեսեք, սկզբի մասում, տեսեք, մարդու գլխի վրա սառը կետ է համարվում այս մասը, տաք կետ այս մասը, ինչ առումով, այստեղ արյան շրջանառությունը ավելի շատ է կատարում, այստեղ տաք է մաշկը ավելի քան այս մասում եւ ավելի շուտ է սկսում բացելը։ Այստեղ մի փոքր դժվար է բացում, բայց պետք է թողնենք երկար։ Բայց իմ դեպքում որ ուզում որ դիմացից շատ լավ գունաբացվի, ես այստեղից էլ կսկսեմ։ Հիմա տեսեք, ես չոտքի պոչիկով եմ բացելու իմ մազերը, ուղղակի ցույց տամ փայտիկով տարբերակը։ Ուրեմն ձեր գիծը բացվածքը պետք է լինի 1 սանտիմ լայնությամբ, այսինքն ինչի մասին է խոսքը։ Մենք մազը պետք է վերցնենք 1 սանտիմ լայնությամբ, որը պետք է լինի այս տարածության մասն է խոսքը, սա լինի 1 սանտիմ լայնություն եւ գծով ուղիղ հետ, որպեսզի նյութը քսենք այստեղ եւ թեքենք քսենք այստեղ։ Մի փոքր անհարմար է տեսախցիկով եւ թեքում ենք, տեսեք միայն եւ մի փոքր արմատից վերև այդ մուգ զանգվածը, մուգ տարածությունը նորից բացում ենք 1 սանտիմանոց շերտ։ Ես ձեռնոցներ չեմ հագել, որովհետեւ չեմ էլ հագնում գրեթե։
նույնպես արմատը տարածում ենք։ Հիմա այս ամբողջը տարածեմ եւ ցույց կտամ խոսենք, որպեսզի ինձ հարմար լինի աշխատելը։ Իսկ հիմա արմատի մասերը ինչպես տեսակ տարածեցի, ես արդեն ամբողջը եթերից դուրս, որ հեշտ լինի, ժամանակ շատ չգնա։ Տեսեք արդեն արագ սկսեց գունաբացել։ Ծակոցներ կան, այնքան ուժեղ չեն, բայց նորմալ։ Ինձ համար դա զգայուն չի, նորմալ է, շատ մարդկանց դեպքում վայ, ծպծվում են աղջիկներ կանայք, ծակոցներ կան։ Տեսեք, ծայրերին գունաբացման այս նյութից չեմ տալիս, քանի որ 12% կա իր մեջ, թեկուզ թույլատրել եմ։ Միայն արմատները թող աշխատի, ինքը թողել եմ այսպես մի ահագին ժամանակ աշխատի, ես անընդհատ նայեմ։ Եվ զգուշացում անպայման ես այս մասում սրբիչ տեղադրեցի, քանի որ իմ սիրելի հագուստը չփչացնեմ։ Հիշեք, այս նյութը վտանգավոր է, մուգ հագուստի վրա եթե ընկավ, գունաբացվում է եւ այն չի կարգավորում։ Եվ այսպես թող գունաբացման process-ը կատարվի։ Այստեղ ես միայն ամբողջ մատերով, միայն արմատները, պտուտաձև շարժումներ եմ կատարում, արդեն ձեռնոցով, որ եղունգի տակ ուղղակի չլցվի, արմատները շատ լավ պտուտաձև ես տարածում եմ եւ սկսում եմ իր գունաբացման process-ը։ Տեսեք ինչ տարօրինակ տեսք ունեմ հիմա ես ծիծաղալու, ես ձերով ես եթե գետեր չէի բցնի, բայց տիպած դասա պետք է բացատրեմ։ Տեսեք ինչ գեղեցիկ արդեն բացում է ինքը։ Ես անընդհատ կնայեմ, որպեսզի գույնը, վերջնական գույնը ես ձեզ ցույց կտամ ինչ աստիճանի է հասել բացվելը եւ այնուհետեւ կանցնենք հաջորդ process-ներին։ Եվ հիմա գնանք պատրաստենք պիցա, ես գնամ պիցա պատրաստեմ, թող իմ մազերը գունաբացվեն։ Դե ինչ ընկերներ ջան, մի հատ նայեք, տեսեք ինչ հրաշք գունաբացումա կատարվել։ Ես այնտեղ զբաղված էի իմ գործերով խոհանոցում պիցայի պատրաստում։ Այս կարող է ձեզանից ասենց բացատրելով ու եթերով տեսանյութով գունաբացում եմ անում, այսպեսի գեղեցիկ գունաբացում եղավ։ Հիմա կլվանամ մազերս, ձեզ ցույց կտամ այդ դեղին վիճակը, լվանալուց հետո միևնա դեղնություն կլինի եւ ցույց կտամ հաջորդ պատրաստվող գունադրումը գեղեցիկ տոն դնել, ինչպես ենք անում, ինչերից եմ ստանում, ինչ ֆոկուսներ եմ անում իմ գաղտնիքներից, կտեսնեք, անցնենք, հիմա գնանք լվանալու մազերը։ Հիմա տեսեք, հետևորդներ ջան, տեսեք ինչքան լավ է գունաբացվել։ Սա բավական է, որ շատ հետաքրքիր տոնայնավորում կատարենք, շատ գեղեցիկ տոն դնենք։ Տեսեք, գեղեցիկ է լավ բացել, բայց այնտեղ կա դեղնություն։ Այսինքն դա ժամանակին շատ շուտ է եղել, որ կարող էսպես թողնենք, բայց հիմա մենք իր վրա տոնայնություն ենք կատարում։ Շատ լավ բացվել է։ Շատ ապրեք իմ ընկերներ ջան, գրանցվածներ ջան, հետևորդներ ջան, երևի ձեզ հետ միասին աշխատեցինք, այս որակը ստացանք։ Տեսեք ինչ որակ ենք ստացել։ Այնպես որ 12%-ից չի կարելի վախենալ, պետք է աշխատել շատ ճիշտ։ Հիմա ես կպատրաստեմ ներկերը, արդեն այստեղ իմ գաղտնիքը։ Ինչ ներկեր ենք խառնում, ինչպես ենք խառնում, տեսեք ինչքան շատ ներկեր, քիչ եւ ինչ հետաքրքիր կոլորիստիկա ենք անում իմ մազերի վրա։ Տեսեք, մեր պիցան արդեն պատրաստ է, մինչև մազերս գունաբացվեց, մինչև լվացի։ Հիմա կհամտեսեմ, թե չէ սոված ուշքս գնում է արդեն։ Տեսեք, պիցան պատրաստ է արդեն։ Մի հատ համտեսենք եւ ներկը պատրաստենք, սկսենք երկրորդ ներկը ներկել է։ Շատ սոված եմ։ Եվ այսպես պատրաստում ենք երկրորդ ներկը, երանգավորումը շատ գեղեցիկ։ Այստեղ գնում է նկարչական process, ինքս նկարչական տվյալներից շատ լավ եմ, նկարչուհի եմ ես ինքս հասկանում եմ ինչ եմ անում գույներից եւ ինչպես եմ գույն ստանում։ Ես աշխատում եմ բոլորով, չեմ գովազդում ոչ մի ֆիրմա եւ այլն։ Ինչ համով պիցա է։ Ես այստեղ ունեմ 1, 2, 3, 4 մուգ տոնայնության կասեմ ինչ գույներ են։ Այս գույները այստեղ տարբեր ֆիրմաներ կան, այստեղ կապուս ֆիրման է եւ այլն հիմնականում եւ 4 երանգավորող նույնպես գույներ, նրանք են երանգավորող։ Այս ամբողջը ինչպես եմ համադրում, տեսեք, ստացվում է 2, 4, 8 ներկից ես ստանում եմ ներկ, այն գույնը, որը հիմա ես իմ մազերին կդնեմ, դուք կտեսնեք ինչ գեղեցիկ երանգավորում եմ կատարում։ Այս տոն դնելը մազերի վրա կատարվում է 3% կամ 1.5% օքսիով։ Այսինքն ես այս պահին չունեմ դա, չէի նախատեսել մազերս այսօր ներկելու համար, ես 6%-ին կթուլացնեմ եւ կդարձնեմ 3%, ինչպես է դա արվում, հասկանալի է, ես հիմա ձեզ ցույց կտամ։ Այսինքն այնտեղ գոլ ջրի միջոցով, բայց process-ը ինչպես ենք 6%-ի իջացնում 3%-ի։ Այստեղ արդեն պատրաստի ինչ որ պեպելնի երանգ կա, մոխրագույնի, բայց ինքը այդպես շատ ուժեղ այնց էֆեկտ չունի, կարելի ասել օգտագործեմ, թող գնա, սա բավական ամբողջը չեմ տա։ Հիմա տեսեք, սա արդեն մի փոքր ֆիալետվի շատ թույլ յասամանագույն երանգով, ինքը հենց
պատրաստի պեպելինի երանգն է, ես մեկ ծալք կավելացնեմ, մեկ ծալքը, այստեղ ես բացատրեմ մեկ ծալքը որն է, որ սա պտտվի եւ ծալվի, այսպես պտտվի եւ ծալվի մեկ անգամ։ Սա շատ մուգ, մի փոքր սերին գնացող երանգ է, ես դրանից կավելացնեմ շատ քիչ, սա բավական է, եւ տեսեք, այստեղ կա տաք երանգ, այսինքն կաշտանի կեղևի գույնը, մի քիչ յոդի գույնին գնացող դեպի յոդի գույնը այդ երանգն է, մուգշականակագույն, բայց բացատրեմ ինչի համար եմ տալիս, որ իմ մազերի երանգավորը շատ կապտած սերի գույնին չգնա, տահաճ սերի կա, չէ, կապույտի ինչ-որ էֆեկտով, որը պետք չի, ես կավելացնեմ շատ քիչ, սա բավական է։ Հիմա տեսեք ամենահետաքրքիրը, սա ինչ է, սա կանաչ գույն է, կանաչ, եթե առանց ներկես կլինի գլուխը կանաչ գույն։ Տեսեք, շատ կարևոր է, սրանք արդեն էֆեկտներ են, որը կոտրելու է հենց դեղնությունը մազի։ Եթե հանկարծ այս կանաչից շատ է, գլուխը կկանաչի, տեսեք, շատ փոքր։ Սա բավական է։ Սա կոնկրետ կապույտ գույնն է, մուգ կապույտ գույն։ Նույնպես գարոխի հատիկի չափ, անգամ կես, շատ պետք չի գլուխը կլինի կապույտ երանգ։ Սա յասամանագույնն է, ֆիալետովի, շատ քիչ, կես գարոխի հատիկի չափ։ Նորից, եթե հանկարծ շատ լինի, մազերը կգնան յասամանագույն։ Պես շատ քիչ։ Եվ այստեղ անտիժոլտի, այսինքն հակադեղին, պատրաստի, ես մի փոքր կավելացնեմ, իր մեջ արդեն կա ֆիալետովի երանգ, շատ չենք ավելացնի, որ շատ թանաքագույն երանգի մենք չգնանք։ Ուրեմն, նույնպես ներկերի դեպքում 1-ին 1 կամ 1-ին 1.5, այսինքն օքսինը կապուսկի դեպքում թույլ է տալի 1.5, բայց նույնպես աշխատում ենք 1-ին 1, այսինքն ինչքան որ ներկը, այնքան օքսին։ Հիմա ես այստեղ օքսին կավելացնեմ մի փոքր քիչ, որը ես գոլ ջրով իրան պետք է իջեցնեմ 6%-ը դարձնեմ 3%-անոց։ Կավելացնեմ գոլ ջուրը շատ քիչ եւ ամբողջ համաչափ վերին մասից այս շրջակայքից հավաքում ենք եւ հարում ենք այնքան, որ դառնա համասեր, զանգված ամբողջը։ Այսպես մենք ստացանք այս զանգվածը, այս երանգը եւ սկսում ենք աշխատելը։ Ես ցանկանամ մի փոքր մուգ երանգավորում կատարել, շատ բաց չլինի։ Նույնպես սկսում ենք դիմացից, արմատներից։ Հիմա մենք անմիջապես կտեսնենք ինչ գույն է նստում մեր մազերի վրա։ Նայեք ինչ հետաքրքիր երանգավորում է արդեն նստում մազերի վրա։ Սա դեռ պետքա թողենք, ավելի մքանա։ Առաջի գունաթափում, որ կատարեցինք, պետք է լվանալ շատ լավ եւ վերջում պետք չէ տալ բալզամ կամ որևէ փափկեցնող ինչ-որ մի բան։ Պետք է մազը լինի միայն մաքուր, ազատված գունաթափման նյութից, որը չխանգարի այս երկրորդ տոնայնությանը։ Եթե հանկարծ մի փոքր մնա գունաթափման նյութից, լավ լվացած չլինի, անպայման կխանգարի երկրորդ տոնը դնելու ճիշտ գույնը ստանալու։ Նայեք աստիճանաբար ինչ գեղեցիկ երանգավորում է նստում իմ մազերի վրա։ Ես դեռևս երկարությանը ծայրամազերը դեռևս չեմ տարածում ներկը, կբացատրեմ ինչի համար։ Առայժմ մեզ պետք է այս մասը շատ լավ նստի, հետո մի փոքր ջուր ցողելով ես այն կտարածեմ մինչև ծայրերը եւ լվանալու ընթացքում, հենց լվանալու ժամանակ ես ջրի մեջ անընդհատ շատ դանդաղ ներկը սահեցնում եմ մատներով խաղացնելով մինչև ծայրեր, որը անմիջապես երանգավորում է հենց ջրի տակ մնացած ծայրերը։ Նայեք ինչ գեղեցիկ տոն է նստում մազերի վրա։ Նայեք երանգավորումը եւ հիացեք։ Տեսեք ինչ գեղեցիկ երանգավորում ես ստացա։ Ես կյանք եմ, կյանք մեռնեմ իմ ջանին, տեսեք։ Տեսեք աշխատանքս, շատ անգամ փողոցում, դրսում, հենց Ռուսաստանում կանգնեցնում են կանայք եւ աղջիկները, հարցնում են, սա ինչ գույն է, կամ ով է մասնագետը, ովքեր ցանկանում են սովորել, կարող եք դիմել, գրել, զանգահարել ինձ, դուք շատ կարճ ժամանակում կդառնաք այնպիսի մասնագետ, որտեղ կաշխատեք շատ մեծ գումարներ, առավել եւս Հայաստանից դուրս։ Տեսեք ինչ հրաշք երանգ ենք ստացել։ Ես արդեն թրջեցի, ամբողջ մազերից տարածեցի երկարությանը նույնպես, փայտիկով հավաքեցի, նայեք որակը եւ ջրի մեջ այս մասի երանգավորումը ել ավելի կամրացնեմ, կամրապնդեմ,
որ ամբողջը ստացվի սահուն գույն։ Հիմա սպասեք լվանալուց հետո գեղեցիկ հարդարած ժամանակ, որպեսզի գույնը տեսնեք։ Էլեկտրական լույսով մի փոքր այլեք, այսինքն սա այնպիսի երանգ է, տարբեր լուսավորություններում տարբեր փոփոխություններ է կատարում եւ շատ գեղեցիկ է։ Գնանք լվանալու։ Հիմա ես լվացի իմ մազերը, այս տիպի աշխատանքը Ռուսաստանում, քանի որ ես այնտեղ նույնպես ուսումնական եւ այլ ծրագրերով ներկայացնում եմ, շատ բարձր արժեքներ ունի, եկեք գինը չասեմ, տեսեք, այսպիսի աշխատանքը շատ թանկ արժեք ունի։ Հատ նայեք ինչ որակ ենք ստացել, դեռ թաց են մազերս, ես հիմա կսանդրեմ, կհարդարեմ, տեսքը ցույց կտամ եւ հիմա եւ առավոտյան լույսով, որ դուք հասկանաք ինքը ինչ էֆեկտներ ունի։ Լվանալու ժամանակ արդեն այս կոլորիստիկայից հետո ոչ մի շամպուն, առաջի անգամ որ լվանում ենք ներքից հետո ոչ մի շամպուն չի կարելի տալ, որ ուժը չկորցնի, առաջի իր ուժը մնա իր տեղում։ Միայն տալիս ենք որակյալ բալզամ կամ ավելի շատ մասկա։ Ես այնտեղ մասկա սնուցով կատարեցի եւ այսքանը հիմա կհարդարեմ եւ կներկայացնեմ ձեզ։ Դերևս մինչեւ վերջը հարդարած, բայց նայում ենք այս գույնի որակը։ Հիմա կարող եք տեսնել ինչ որակ ենք ստացել։ Նայում ենք նաև այս լույսի տակ։ Հետևեք իմեջին եւ նման գիտելիքներ շատ կստանաք կտեսնեք։ Իսկ առանձին սովորել ցանկացողների համար կարող են գրել, զանգահարել, դիմել ինձ, ես կներկայացնեմ, քանի դեռ Հայաստանում եմ։ Տեսեք տարբեր լույսերի էֆեկտի տակ ինչ տեսք եւ երանգավորում է ստանում։ Ես պատկերացնում եմ սա վաղը առավոտյան լույսի տակ ինչ հետարքիր, շատ գեղեցիկ երանգավորում է ունենալու։ Անհատական առանձին ուսուցում ցանկություն կլինի, ես կարող եմ դասավանդել ձեզ։